Վերջին ժամանակաշրջանում պետական եկամուտների կոմիտեն որդեգրելով դյուրինացնել թե տնտեսվարողների, թե քաղաքացիների կողմից իրականացվող գործունեությունը, այդ թվում նաև սահմանահատումները, շատ մեծ ուշադրություն է դարձվում թվայնացման գործիքակազմերի կատարելագործմանը։ Արդեն իսկ հայտնի է, որ պետական եկամուտների կոմիտեում ներդրված է մեծ ծավալների տվյալների վերլուծության հիման վրա համապատասխան հաշվետվողական համակարգեր, որը որ մենք անվանակոչում ենք անալիտիկ հաշվետվությունների համակարգ, որը ամբողջությամբ կառուցված է այդ մեծ ծավալի, այլ կերպ ասած, big data-ի տվյալների հիման վրա։ Big data-ն ինքը իրանով հանդիսանում է հենք արհեստական բանականության գործիքակազմերի ներդրման համար։ Եթե խոսքը վերաբերվում է պետական եկամուտների կոմիտեում արհեստական բանականության գործիքակազմերի ներդրման, ասեմ, որ անցած տարվա սկզբից պետական եկամուտների կոմիտեն համագործակցելով համաշխարհային բանկի հետ մեծ աշխատանքի տարել այդ ուղղությամբ եւ մենք մշակել ենք տեխնիկական առաջադրանքում ներգրավելով համապատասխան պահանջներ, որոնք որ անհրաժեշտ են մեզ սահմանների համալիր կառավարման եւ սահմանների արդիականացման համար, այլ կերպ ասած անտեսանելի գործիքակազմերի միջոցով իրականացնել վերահսկողություն։ Սահմանահատման ժամանակ արդեն արհեստական բանականության գործիքակազմի հիման վրա բնականաբար ամբողջությամբ կիրականացվի ել ավելի մաքսիմալ հնարավոր թիրախային վերահսկողություն, բնականաբար անտնտեսվարողների կամ քաղաքացիների կամ սուրհանդակային առաքանիների կամ տրանսպորտային միջոցների, մի խոսքով ամբողջ ծավալ, որը որ իրականացվում է սահմանահատմանը վերաբերյալ, մենք թիրախային վերահսկողությունը ել ավելի կարտիականացնենք։ Այստեղ շատ հատկանշական է նրանում, որ թեպետ ներկայումս մենք չունենալով դեռևս արհեստական բանականության գործիքակազմը, անցած տարվա սկզբից եւ այս տարվա սկզբից եւ մինչեւ այսօր մենք իրականացնել ենք մի շարք ծավալուն աշխատանքներ վերլուծական, որի արդյունքում մենք արդեն ստացել ենք սահմանահատումների կանաչ ուղու 74% եւ արդեն բոլորին հայտնի է, որ մենք ապահովել ենք եւ ներդրել ենք ինքնաշխատ բացթողման գործիքակազմը, որը ներկայումս արդեն կազմում է մոտավորապես 10%-ից ավել։ Արհեստական բանականությունը ինքնին ապահովելու է համաշխարհային պրակտիկայում տեղ գտած եզրույթը ոչ տեսանելի վերահսկողությունը։ Ինքը ապահովելու է արդեն այդ վերլուծական մասը, որը որ այսօր մարդկային գործոնը մի քիչ կդժվարանա այդ մեծ ծավալների տվյալների վերլուծությունը։ Համապարփակ լինելով համացանցում ներառված մատչելի, այսինքն բաց աղբյուրների, մեր տեղեկատվական շտեմարանների, այլ գերատեսչություններից համապատասխան API-ների միջոցով կապերի հաստատումով այդ արհեստական բանականության գործիքակազմը կապահովի մեր ռիսկերի կառավարման ել ավելի արդիականացումը։ Միևնույն ժամանակ արհեստական բանականությունը ինքը իրանով արդեն նաև կդյուրինացնի տնտեսվարողների գործունեությունը, որովհետև այսօր բոլորին հայտնի է, որ կա OCR համակարգ, որը որ թվայնացնում է ոչ թվայնացված տեսքով, ասենք թղթային տարբերակով փաստաթղթերը։ Դա բավականին կհեշտացնի տնտեսվարողների համար այն գործունեությունը եւ կարագացնի եւ կհեշտացնի եւ ավելի վրիպելու հնարավորությունը կիչացնի, այն առումով, որ օրինակ թղթային տարբերակով փաստաթուղթ ինքը միանգամից թվայնացնելու է այդ OCR գործիքակազմով։ Պեկում համապատասխան թիմ կա եւ այդ թիմը աշխատել է եւ աշխատում է այդ ուղղությամբ արհեստական բանականության եւ մեծ ծավալների տվյալների big data-ի ուղղությամբ նաեւ մենք մեծ աջակցություն ենք ստանում մեր գործընկերներից եւ Expedia ծրագրի շրջանակներում, որը որ արդեն մոտավորապես 2 տարի է իրականացվում է, վերջին շրջանում մենք համագործակցության շրջանակներում նույն ուղղությամբ իրականացնում ենք աշխատանքներ, որովհետև ՊԵԿ-ում զուգահեռ արհեստական բանականության գործիքակազմի ներդրման պետք է պատրաստվեն համապատասխան մասնագետներ, որոնք այդ անալիտիկ գործիքակազմի հետ կապված իրականացնեն վերլուծություններ, համապատասխան ալգորիթմներ, մեքենայական ուսուցման տարրերը, որոնք որ մեր փորձագետները, մեր աշխատողները կսովորեն, որը որ մենք հետո կիրառելի կդարձնենք։ Ամբողջությամբ, եթե վերցնենք թե հեռանկարում բացվող, թե ներկայումս գործող սահմանային անցումային կետերը, կարող եմ շեշտել նաև, որ դրան նպաստելու է նաև մեր Վրաստանի գործընկերների հետ
համապատասխան այսօր պետական եկամուտների կոմիտեն ունի տեղեկատվության փոխանակում, որը որ իրականացնում է իրական միջավայրում։ Այլ կերպ ասած, երբ որ գործարք է իրականացում Հայաստանի Հանրապետությունում, մեր վրացի գործընկերները միանգամից այդ տեղեկատվությունը ստանում են, թե ինչ տրանսպորտային միջոց է, ինչ բեռ է, ինչ ծածկագրով, ինչ ծավալով, եւ նույնը իրականացում է վրացական կողմից։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք արդեն ունենք մշակված համապատասխան ձևաչափ, թե ինչպես պետք է իրականացվի այդ տվյալների փոխանակումը, նա գրեթե նույնական է, ինչպես իրականացնում ենք մեր Վրաստանի գործընկերների հետ։ Ներկայումս դա գտնվում է աշխատանքային փուլում եւ մենք համագործակցում ենք մեր Իրանի գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է նաեւ Exbis ծրագրի շրջանակներում շեշտեցի, որ մեքենայական ուսուցման տարերը դրանք մենք պետք է սովորացնենք, թե մեր իրականության հետ կապված այն խնդիրները, որոնք որ մեր առջև ծագած են։ Չկա աշխարհում այդպիսի մի գործիքակազմ, որը որ հարմարեցված լինի եւ լինի ունիվերսալ, որ մենք կարողանանք վերցնենք, ասենք, օրինակ ինչ որ մի երկրի օրինակը եւ ինքներս ներդնենք ստեղ։ Ոչ, մենք պետքա ինքնուրույն սովորացնենք մեր արհեստական բանականության գործիքակազմը, կիրառելով մեքենայական ուսուցման տարերը։ Արհեստական գործիքակազմի կարևորագույն տարերից մեկը նաև կանում է նրանում, որ ռենտգեն սարքավորումների միջոցով բնականաբար արհեստական բանականության գործիքակազմը արդեն մեր կողմից մշակված մեքենայական ուսուցման գործիքակազմի ուսուցանված մեխանիզմի հիման վրա ինքը արդեն իսկ թիրախավորելու է այն վտանգավոր բեռները, որոնք որ կարիք ունեն մեր հսկողության։ Այդ սկաներների մասով ասեմ, որ վերջերս բացվել է պետական եկամուտների կոմիտեում մոնիտորինգային կենտրոն, դա նույնպես Միացյալ Նահանգների գործընկերների Սերսկանի հետ համագործակցության շրջանակներում է եւ մեր սկաներներով անցնող համապատասխան տրանսպորտային միջոցները սկանավորվում են եւ այդ մոնիտորինգային կենտրոնում այդ վերլուծական աշխատանքները իրականացվում են։ Արհեստական բանականությունը ինքը շատ ավելի ուժեղ գործիքակազմ է լինելու, որը որ մենք ինտեգրենք բնականաբար այդ մոնիտորինգային կենտրոնի հետ եւ մենք արդեն իրական միջավայրում ստանանք համապատասխան պատկերներով եւ ամեն ինչով, որը որ այսօր ստանում ենք իհարկե, մենք ստանանք ռիսկերի կառավարման տեսակետից ել ավելի թիրախավորված։ Ինչ վերաբերվում է հեռանկարում մի շարք սահմանային անցումային կետերի բացման կամ երկաթուղային տրանսպորտային ճանապարհի կառուցումից հետո համապատասխան մաքսային կետերի եւ սահմանային անցման կետերի բացման, ապա նշեմ, որ այստեղ իսկ արհեստական բանականությունը հենց իրականացնելու է իր հիմնական ֆունկցիոնալ գործը, որը որ ապահովելու է անտեսանելի վերահսկողությունը, որը որ այսօր համաշխարհային պրակտիկայում մեծ կիրառում ունի եւ հեռանկարային պետական եկամուտների կոմիտեն վերցրել է զինվածություն, որ մենք հնարավորինս մաքսիմալ նվազեցնենք թե տնտեսվարողի հետ, թե քաղաքացու հետ մաքսային ծառայողի շփումը։ Եթե վերցնենք, ապա դա կլինի այսպիսի մի տարբերակ, որը որ մեր պատկերացմամբ մենք արդեն կառուցել ենք, որ համապատասխան մաքսային ծառայողները բնականաբար շփում չունենալով քաղաքացիների կամ տրանսպորտային միջոցների հետ կամ համապատասխան բեռների հետ, այդ բոլոր գործոնները, որը որ ամեն մեկը մի տարա տրանսպորտային միջոց անցնում է ռենտգեն սկանավորման մեջ, մենք իրականացնում ենք արհեստական բանականության բնականաբար դրա թիրախային վերահսկողությունը։ Ռիսկերի կառավարման համակարգի միջոցով անցնում են այդ թվայնացման գործիքի միջոցով բոլոր տվյալները, որը որ վերաբերվում է թե բեռին, թե վարորդին, թե ուղևորին, թե սահմանահատողին, թե սուժանդակային առաքումով եկած, այդ ամբողջը վերլուծվում է եւ դա տևում է ընդամենը վայրկյաններ։ Եվ համապատասխան բնականաբար թիրախավորումը իրականացվում է այն ամենաթիրախային մասին, որը որ կարիք ունի մեր վերահսկողության։